Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա եք եթե լսում եք մեզ, կամ Արմեն Դարփինյանի գործարար ալիքի լրատվական ռադիոյի թվային հարթակներից որևէ մեկի վրա։ Մենք Դարփինյանի ժամն ենք սկսում, հիշեցնեմ, որ սա պրոֆեսոր Արմեն Դարփինյանի հեղինակային հաղորդաշարն է, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրելի Դավիթ, սիրելի ռադիոլսողներ եւ դիտողներ։ Այնքան բան է տեղի ունեցել այս շաբաթվա ընթացքում, չգիտեմ որ կողմից սկսենք, բայց եկեք ներսից սկսենք։ Ներսի իրադարձություններից, այո։ Սա երևի մշակութային հարց է, պարոն Դարփինյան, այսինքն երբ որ պետական պաշտոնյան, պետական շինության մեջ հարվածում է քաղաքական ակտիվիստին, երևի թե չէ մշակութային խնդիր է, չէ՞, սա քաղաքականություն չի ամեն դեպքում, ոչ էլ երկու տղամարդու հարաբերությունների պարզումը։ Ցավոք սրտի ոչ էլ սահմանափակվում է Նորքի մասիվի, ուրեմն այդ թաղապետարանով։ Այդ մշակույթը անտիմշակույթ է, այսպես ասած, ցավոք սրտի շատ ավելի լայնածավալ բնույթ ունի։ Բայց ես ինչ կուզեի այստեղ ասել, էլի, նախ հումորով ասեմ, որ հայ քաղաքական պայքարի մեջ մի նոր զինա մթերք առաջացավ, դա յոգուրտն է, որը հանգիստ կարող են կիրառել, ասենք, Ռուսաստանում կեֆիրի տեսքով, մի քիչ կարող են կրախմալով լուծել, ղազախները կարող են որպես կումիս օգտագործել, այրան, այո, բանը, վրացիները մացոնի, դե մենք յոգուրտ օգտագործեցինք, ցավալի է դա ամեն ինչը, որովհետև չի կարել այդպես, այս առաջինը, երկրորդը չի ուզենա մենք հիմա ամբողջ ազգով ուրեմն հարձակվենք Նորքի թաղապետի վրա եւ ասենք երկար ու ձիգ դժվարագույն ջանքերի միջոցով եւ շնորհիվ հասնենք ենթադրենք նրա պաշտոնանկությանը, որովհետեւ դա որևէ նշանակություն չի ունենալու ընդհանուր քաղաքական կուլտուրայի վրա։ Եվ այս ամեն ինչի սկզբնաղբյուրը կայանում է նրանում, որ մենք աղավաղել ենք Երևան քաղաքի կառավարումը, մայրաքաղաքի կառավարումը, դարձնելով մայրաքաղաքը կուսակցական կառավարման օբյեկտ, եւ այդ կուսակցական կառավարումը թե Երևանի քաղաքապետարանի մակարդակով եւ թե մեր թաղապատերանների մակարդակով ուղղակի ուրեմն ախտահարված է։ Սա շատ հիվանդագին հարց է, ցավոք սրտի ունի սահմանադրական միայն լուծում։ Երևան քաղաքը չի կարող լինել համայնք։ Երևան քաղաքը պիտի ունենա մայրաքաղաքի կարգավիճակ, անգամ չեմ ուզում ասել մարզի կարգավիճակ։ Երևան քաղաքը դա մայրաքաղաքն է, քաղաքամայրն է այս երկրի եւ կառավարման համակարգը պիտի լինի շատ կուռ եւ մենեջերիալ սկզբունքներով ձևավորված։ Երկրի վարչապետը պիտի նշանակի քաղաքապետին, քաղաքապետը պիտի նշանակի կառավարիչներին, թաղապետերի, քաղաքային իշխանությունների նկատմամբ վերահսկողությունը պիտի սահմանի հասարակական խորհուրդը, որը կարող է ընտրվել հասարակության առավել, այսպես ասած, հեղինակավոր մարդկանցից բաղկացած, դրանք պիտի լինեն մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, ճարտարապետներ, քաղաքաշինարարներ, մարդիկ, ովքեր կարող են վերահսկողություն սահմանել, այդ թվում նաև մասնագիտական եւ մշակութային վերահսկողություն սահմանել Երևան քաղաքի կառավարման վրա։ Նույնը պիտի արվի թաղապետարաններին կից, հասարակական խորհուրդներ, թաղի հեղինակավոր մարդիկ պիտի դա ձևավորեն եւ վերահսկողություն սահմանեն նշանակովի թաղապետերի եւ քաղաքապետի նկատմամբ։ Սա է այն մոդելը, որը մենք պիտի կիրառենք, ինչքան մենք շարունակենք կուսակցականացված կառավարումը Երևան քաղաքի, այնքան մենք ձախողելու ենք ամեն ինչ եւ ճիշտ ասած ես նույնը կվերաբերեի նաեւ մեր երկրի այլ քաղաքներին։ Ես այստեղ համամիտ եմ Գյումրիի քաղաքապետ Վարդանի հետ Ղուկասյան, որը միշտ ներվային ջղաձգումներ է ունենում, երբ Գյումրին համայնք են անվանում, ասում է Գյումրին համայնք չի, Գյումրին քաղաք է։ Հասկանում եք, այո, Գյումրին քաղաք է, Վանաձորը քաղաք է, Գորիսը քաղաք է, Ալավերդին քաղաք է։ Քաղաքը դա մի առանձին մշակութային տիրույթ է, հասկանում եք, որը մենք կորցրել ենք։ Ոչ թե վարչատարածքային միավոր, ոչ թե համայնք, դա քաղաքը, քաղաքականություն,
քաղաքավարիություն, քաղաքացի բառերը քաղաք բառից են բաղկացած։ Դա ունի իր եւ պատմական եւ փիլիսոփայական իմաստը։ Քաղաքը դա համապատասխան մշակութային համակարգ է, հասկանում եք, եթե մենք օրենսդրական մակարդակով կորցրել ենք այդ համակարգը, մենք դա պիտի վերականգնենք, ավելին մենք դա կորցրել ենք հենց համանadrական մակարդակով, այս սկզբնաղբյուրը այստեղ է, թե չէ մենք եթե ընկնենք հիմա Նորքի մասիվի թաղապետի հետևից հասնենք նրա հրաժարականին, ինչքան ուշ հասնենք հրաժարականին, այնքան մենք կհետաձգենք շատ ավելի կարևոր ուրիշ հրաժարականներ, հասկանում եք։ Այսինքն մենք կարող ենք ֆիքսենք, որ ամենապրոբլեմատիկ պաշտոնյան չի այս բանը։ Եվ պրոբլեմատիկ հարցը չի, եւ հարցը նրանում չի, այսինքն հարցի սկզբնաղբյուրը այլ տեղ է պետք փնտրել։ Եվ նույն բանը կարող է տեղի ունենալ ցանկացած այլ թաղապետարանում, ես ուղղակի համոզված եմ դրանում, ոչինչ բանով չի տարբերվում ցանկացած այլ թաղապետարան։ Այստեղ այդպես չի, որ Նորքի մասիվի, ասենք, թաղապետը առանձնանում է իր, ասենք, վարքով կամ բարքով։ Նույն բանը կարող է տեղի ունենալ երաշխավորված ցանկացած այլ թաղապետարանում։ Ես ցավում եմ դրա համար, բայց պիտի վերականգնենք ուրեմն մայրաքաղաքի կարգավիճակը, որպես քաղաքամայր եւ կուր կառավարման համակարգ ունեցող մի ուրեմն միասնություն։ Սա է։ Մեր հարևաններին գանք, ես վերջերս պարզեցի, բայց որ մի առաջին հայացքից նայում ես տրամաբանական է, որ Փեզեշկը դա բժիշկն է պարսկերենից։ Երևի, այո։ Այսինքն Փեզեշկյանը ինքը բժիշկյանն է, մասնագիտությամբ էլ ես ինչքան գիտեմ իրականում բժիշկ է, պարոն Փեզեշկյանը, որը Բաքվում էր։ Փեզեշկյանի այցը շատ հետաքրքիր էր, Բաքվում շատ եղբայրական էր։ Մի քանի անգամ ընդգծեց հենց ինքը Փեզեշկյանը, Ալիևի նկատմամբ իր եղբայրական վերաբերմունքը։ Ընդհանրապես եղբայրությունը որպես քաղաքական եւ միջպետական կատեգորիա գոյություն ունի Արևելքում։ Այո։ Պիտի ասեմ, որ դա բավական լուրջ հասկացություն է, իր մեջ պարունակում է իսկապես լուրջ բնույթ, լուրջ իմաստ, երբ արևելյան լիդերները, այսպես ասած, ավտորիտար հիմնականում լիդերները իրար դիմում են որպես եղբայրներ, դա իր մեջ ունի շատ խորը իմաստ։ Հիմա այս իմաստով ես պիտի ասեմ, որ նախ երկու բան պիտի ասեմ։ Մեկ անգամ եւս մենք ջրի երես բերենք այն ճակերտավոր վերլուծաբաններին, որոնք գրեթե Հայաստանի անվտանգությունը կամ մեր հարավային սահմանների անձեռնմխելիությունը կապում էին Իրանի հետ։ Մենք Իրանի հետ այո, պիտի ունենանք բարեկամական հարաբերություններ, բայց երբևիցե չկարողանանք, այսինքն հույս չդնենք Իրանի վրա որպես մեր երաշխավոր, տարածքային ամբողջականության երաշխավոր, ինչքան էլ նրանք դրա մասին ասեն, ելույթ ունենան եւ այլն։ Կան շահեր եւ կա եղբայրություն որպես միջազգային կատեգորիա։ Եվ այդ եղբայրության մեջ ցավոք սրտի մենք չենք մտնում։ Եվ այս իմաստով ես կշեշտադրեի մի հանգամանք, որ մենք դադարել ենք լինել կամ մեզ զգալ որպես արևելյան ազգ։ Շատ ցավալի է սա։ Ըստ որում միայն հիմիկվա բան չի, սա այսօրվա խնդիր չէ։ Եվ բոլոր ես դժվարանում եմ հիշել, չնայած մասնակցել եմ բազմաթիվ ամենաբարձր մակարդակի հանդիպումների, նախագահական մակարդակների Տեր-Պետրոսյանից սկսած, ես չեմ հիշում մի պետություն, որի լիդերը, ղեկավարը մեր ղեկավարին դիմեր այսպես տանկագին եղբայր որպես եւ որտեղ մենք ունենայինք լիդերների մակարդակով եղբայրական հարաբերություններ։ Այսինքն մենք այդ իմաստով դադարել ենք մեզ զգալ որպես արևելքի մաս եւ դա շատ ողբալի է, շատ ցավալի է, որովհետեւ ես մեկ անգամ արդեն դրա մասին ասել եմ, մենք արևելյան ազգ ենք, որը կրում է եվրոպական քաղաքակրթական արժեքները։ Ավելին, մենք եվրոպական քաղաքակրթական արժեքների հիմքում ենք գտնվում, որովհետև Որոգայթ փառացը, որը ստեղծվեց հնդկական Մադրասում, Մովսես Բաղրամյանի, Հովսեփ Էմինի եւ Շահամիր Շահամիրյանի ձեռամբ եւ ուժով եւ նրանց ուրեմն մեծագույն ավանդով առաջին սահմանադրություններ, որտեղ կար իշխանությունների տարանջատում, որը հիմք հանդիսացավ ֆրանսիական հեղափոխության եւ ֆրանսիական առաջին սահմանադրության։ Այսինքն մենք եվրոպական արժեքներ դավանող ազգ լինելով հանդերձ մենք արևելյան մշակույթ ունեցող ազգ ենք, իսկ սա կորցրել ենք։ Որովհետեւ մենք չունենք որևէ եղբայրական հարաբերություն որևէ
արևելյան ազգի հետ։ Սա Եվրոպայում ընդունված չէ, այսինքն եվրոպացիները իրար որպես եղբայր չեն դիմում։ Այդ եղբայրությունը ցավոք սրտի մենք կորցրել ենք հենց Տեր-Պետրոսյանից սկսած, շատ սարդ մարդեր, այսպես ասած, այո, եվրոպական արժեքներ դավանող, շատ դժվար էր պատկերացնել, որ ինքը եղբայրական հարաբերություններ կունենա ինչ-որ մեկի հետ, շատ ավելի կոշտ դիրք ուներ Քոչարյանը, շատ ավելի դժվար էր պատկերացնել Քոչարյանի, ընդհանրապես մեր քաղաքական գործիչների այս 35 տարիների ընթացքում քաղաքական գործիչների մեջ երևի թե մեկը կար, միակը Հովիկ Աբրահամյանն էր, որը ունակ էր, այսպես ասած, նման եղբայրություն դրսևորելու եւ իսկական արևելյան արժեքներ ներկայացնող բաներ, կերպար էր, այսպես ասած, ողջունում եմ պարոն Աբրահամյանին լավագույնը ցանկանալով։ Ուրեմն սա կորցրել ենք, սա ես ուզում եմ անպայման ֆիքսեմ։ Մենք արևելյան ազգ ենք, որ կորցրել ենք այս մշակույթը, ինչը այսօր գերիշխող է մեր տարածաշրջանում։ Հիմա տեսեք Իրանը, Ադրբեջանը մեր շատ ճակերտավոր վերլուծաբաններ համարում են, որ ուրեմն Իրանը եւ Ադրբեջանը ունեն անհաղթարելի ուրեմն խնդիրներ իրար մեջ եւ երբևիցե չի լուծվելու այդ խնդիրը։ Իրանի նախագահ Ադրբեջանում հայտարարեց, ասաց, ես ինձ զգում եմ այստեղ որպես իմ տանը։ Եվ տարբերություն չեմ տեսնում եւ ճշմարտություն կա, որովհետեւ Փեզեշքյանն էլ ադրբեջանցի է, այսինքն դա առավել եւս մենք այստեղ մեր հույսերը պիտի դնենք միայն մեր վրա եւ փորձենք վերականգնել մեր արևելյան ինքնությունը, այս իմաստով արևելյան մշակույթ ներկայացնող կրող քաղաքական գործիչ պիտի հայտնվի պետական համակարգում, որպեսզի կարողանա այդ հարաբերությունները կարգավորել, նույն այդ մեր միջինասիական երկրների հետ։ Հասկանում եք, մենք այսօր ուղղակի ձախողել ենք հարաբերությունները, իմ կարծիքով։ Համենայն դեպս Ադրբեջանը այնտեղ ունի շատ ավելի լուրջ դիրքեր եւ հեղինակություն, քան Հայաստանը, իսկ Հայաստանի դիրքերը եւ հեղինակությունը նվազել են։ Հաջորդ հարցը, որը այսօր քննարկման առարկա է դարձել հայկական տիրույթում հանրության մեջ, մայիսի 9-ն է, արդյոք եւ մեր մասնակցության հավանական մասնակցությունը Մոսկվայում տեղի ունենալիք ուրեմն իրադարձություններին եւ այդ օրվա տոնակատարություններին, ես կարծում եմ, որ այստեղ քննարկման առարկա չպիտի լինի դա։ Մենք սովոր ենք բազմաթիվ մեր հաղթանակներ կորցնելու ուրեմն արվեստին կարծես սովորել ենք այս մի հաղթանակը մենք իրավունք չունենք կորցնելու, սա մեր հաղթանակն է, այսինքն մեր պապերի հաղթանակն է, մենք Քոչարի ենք ապրել Ռեյխստագի դիմաց, հասկանում եք, ով է ապրել, հայերն են ապրել, չէ, հայերն են ուրեմն մասնակցել, մեծագույն մասնակցություն են ունեցել այդ պատերազմում, այն երկրի կազմում, որը հաղթանակած է դուրս եկել այդ երկրորդ համաշխարհային պատերազմում, մենք հիմա տեսնում ենք, որ բազմաթիվ այլ երկրներ, այդ թվում նաև Միացյալ Նահանգները փորձում են սեփականաշնորհել այդ հաղթանակը, կարծես թե հաղթանակը իրենցն է, բայց հաղթանակը մերն է եւ մենք պարտավոր ենք մասնակցելու։ Ինչու Մոսկվայում, դե որովհետեւ Մոսկվան է կենտրոնը այդ քաղաքական ենթատեքստ չկա այդ միջոցառման մեջ, պարոն Դարդու։ Դե Մոսկվան կուզենար ունենալ քաղաքական ենթատեքստ, բայց տեսեք, ընտեղ մասնակցելու է, ասենք Չինաստանի նախագահը, հա, այսինքն Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահների մասնակցությամբ իրադարձությունը, որը մենք պարտավոր ենք ուղղակի լինել այնտեղ, պարտավոր ենք մեր մասնակցությունը բերել եւ մեր այնուամենայնիվ սեփական հաղթանակը չկորցնել հերթական անգամ։ Առավել եւս որ մենք խոսքը գնում է մի երկրի մասին, որի շրջանակներում մենք ուրեմն այդ հաղթանակը տարել ենք, այդ երկիրը ուներ բազմաթիվ բացասական երևույթներ, բայց մենք պիտի նաև հիշենք, որ այդ երկրի կազմում մենք կարողացել ենք ստեղծել ունենալ լավագույն, հզորագույն արդյունաբերական համակարգ, այնուամենայնիվ Սովետական միությունն է ստեղծել Հայաստանի արդյունաբերական համակարգի հիմքը դրվել է Սովետական միության ժամանակահատվածում արդյունաբերություն, գիտություն, կրթություն, առողջապահություն։ Հասկանում եք, մենք հիմա այդպես հանգիստ ենք վերաբերվում այնպիսի ծառայություններին, ինչպիսիք է օրինակ շտապօգնության ծառայությունը, հա, որը ուրեմն անվճար կերպով գալիս է ցանկացած մեկի զանգով եւ անվճար ծառայություն է մատուցում ամբողջ աշխարհում։ Դա շատ թանկ ծառայություն է, այո։ $10,000 պակաս չկա այդ ծառայությունը։ Մի կանչ է, դու կանչում ես ինչ-որ մեկին բժշկին կանչում ես տուն։ Հասկանում եք, դա սոցիալիստական էլեմենտներ են, որոնք որ մեծագույն ազդեցություն են թողել
թողել մեր նաև սոցիալ համակարգի վրա։ Հա, եւ ես կարծում եմ, որ դա մեծագույն նվաճում է ընդհանրապես, որից մենք չենք կարողանում հրաժարվել եւ Աստծուն փառք, որ չենք կարողանում հրաժարվել, մենք պիտի կարողանանք հնարավորինս պահպանել այդ ժառանգությունը, որը բերում է սոցիալական որոշակի երաշխիքներ մեր բնակչությանը, մեր ժողովրդին։ Նույնը կարելի է ասել կրթության համակարգի մասին, լավագույն կրթական համակարգը մենք ունենք այն ժամանակահատվածում, գիտական համակարգը մենք անցյալ անգամ խոսեցինք Գիտությունների ազգային ակադեմիայի մասին, որը ստեղծվեց պատերազմական տարիներին 43 թվականին, պատկերացրեք։ Այսինքն հայերը բանուգործ չունեին անելու, մոտ 300,000 զոհ տվեցին, մոտ 600,000 մարդ մասնակցում էր հայերից, բայց այդ ժամանակահատվածում 43 թվականին Օրբելիների մասնակցությամբ եւ ղեկավարությամբ ստեղծվեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, որը շեշտադրում էր, հասկանում եք, սա նաեւ ուղղություն էր, սա նշмарում էր այն գիտատեխնոլոգիական զարգացման ուղղությունը, որը Հայաստանի համար պիտի դառնար շատ արդյունավետ հետագայում։ Այսինքն մենք այս նվաճումները իրավունք չունենք կորցնելու եւ իրավունք չունենք ուղղակի սև գիծ քաշելու սովետական մեր ամբողջ ժամանակահատվածի վրա։ Հենց չեմ ասում, որ մենք մշակութային հսկայական վերելք ենք ունեցել այդ տարիների ընթացքում։ Հսկայական վերելք եւ մեր նկարչությունը, մեր երաժշտական արվեստը, մեր գրականությունը հսկայական վերելք է ունեցել։ Այսինքն մենք սա իրավունք չունենք մոռանալու։ Այո, այդ երկրի այդ թվում նաև ստալինյան ժամանակահատվածի ոչրագործությունները եւս մեծագույն ազդեցություն են թողել մեր վրա, բացասական, բայց բացասականը իր տեղում, դրականը իր տեղում, եւ այդ դրականի մեջ է նաև այս հաղթանակը, որը մենք եւ մեր պատվերը տարել են։ Եվ առավել եւս որ խոսքը գնում է նացիզմի դեմ տարած հաղթանակի մասին, հասկանում եք, հիմա այսօր ամբողջ աշխարհը փորձում է այդ հականացիստական ուրեմն դրսևորումները արդարացնել, օրինակ նույն Իսրայելը փորձում է իր ուրեմն շատ կոշտ արձագանքը պաղեստինյան Համասի նկատմամբ փորձում է ներկայացնել որպես հականացիստական գործողություն։ Ավելին, վերջերս Նետանյախուն հայտարարեց, որ ուրեմն Համասը ավելի վատ է, ավելի վատթարագույն տեսակն է նացիզմի, որովհետև նացիստները, գերմանացիները, հիտլերյան, ուրեմն նրանք փորձում էին պարտակեին իրենց հանցագործությունները եւ փակեին, այսպես ասած, քողարկեին։ Այս համասցիները սրանք հակառակը նկարում են եւ տարածում են, սրանք ավելի բետար են, սրանք ավելի ծայրաստիճան նացիստներ են, այսինքն այս հականացիստական համաշխարհային պայքարի մեջ մենք ոնց կարող ենք չմասնակցենք։ Հիմա մեր քաշը եւ հեղինակությունը ցավոք սրտի այնքան չեն, որ մենք կարողանանք այդ տոնակատարությունները Երևանում անցկացնենք եւ օրինակ ասենք Չինաստանի նախագահը գա մեզ մոտ։ Եթե Մոսկվայում է անցկացվում, մենք պարտավոր ենք մասնակցել, այստեղ թեմա չկա, որովը ուրեմն քննարկման առարկա անգամ չկա, նյութ չկա։ Պարոն Դարբինյան, հայկական միջավայրում տենց կիսա միֆականացված տենց մի երևույթ կար, որը կոչվում էր Կրեմլինյան կուրատոր։ Փաստորեն պարզվում է, որ դա միֆական կերպար չի, ինքը իրականում եղել է, գոյություն է ունեցել ու նաև փոխվել է։ Հայաստանի Կրեմլինյան կուրատորը այլևս պարոն Կիրիենկոն է, որը աշխատակազմի ղեկավարի տեղակալն է Վլադիմիր Պուտինի, եւ ձեր սերնդակիցն է, ռուսական քաղաքականության էլ հնաբնակներից է։ Ոնց եք նախ դրան վերաբերվում, որ ինքը այլևս մեր կուրատորն է եւ արդյոք ծանոթ եք եւ առիթ ունեցել եք շփվելու այդ մարդու հետ։ Դե նախ Կիրիենկոն բացի նրանից, որ աշխատակազմի ղեկավարի տեղակալ է, նա նախկին վարչապետն է։ Ռուսաստանի Դաշնության ճիշտ է անհաջողակ վարչապետ էր, որի օրոք տեղի ունեցավ դեֆոլտը հանրահայտ, այսինքն Ռուսաստանը հրաժարվեց իր արտաքին պարտքից, պարտավորություններից եւ դա մեծագույն հարված հասցրեց ռուսական տնտեսության ընդհանրապես եւ Ելցինը ստիպված էր փոխարինել Կիրիենկոին Պրիմակովով, եթե հիշում եք։ Ես գամ հայ-ռուսական հարաբերություններին հետո նոր Կիրիենկոին, հա, երևի թե մենք բոլորս եւ տարբեր առիթներով եւ հիմա էլ մենք եթե նայում ենք մեր լրատվական դաշտը, փաստում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են երևի պատմականորեն ամենացածր իրենց կարգավիճակում, ամենա ոչ արդյունավետն են այսօրվա հարաբերությունները
եւ մենք երևի սովորենք, ասենք, այդ ամեն ինչը մեղադրել միայն հայկական կողմին, ամենայն դեպս ես այդպես եմ տեսնում մեր ընդդիմադիրները մեղադրում են հայկական կողմի եւ եթե դրան կա իր ճշմարտությունը, բայց մենք պիտի նաեւ նայենք, թե ովքեր են ռուսական կողմից զբաղվել հայ-ռուսական հարաբերություններով եւ պիտի փաստենք, որ օրինակ դեսպան Կոպիրկինը այստեղ արդեն 6-րդ տարին է աշխատում, եւ 6 տարին դա հայ-ռուսական հարաբերությունների անկումն է։ Բացարձակ տապալված մարդ է, ես համաձայն եմ ձեր հետ։ Տապալված առաքելություն է նրա դեսպանական առաքելությունը, ընդհանրապես պիտի ասեմ, որ ես առիթ եմ ունեցել բոլոր դեսպանների հետ առնչվել ռուսական աշխատել եմ եւ պիտի ասեմ, պիտի առանձնացնեմ ընդամենը 2 հոգու այդ դեսպաններից մեկը Անդրեյ Ուրնովն էր, որը կլասիկ ռուս դիվանագետ էր եւ աշխատում էր 90-ականների սկզբին։ Դե իհարկե Ստուպիշինը մենք մեզանից մեկն է, մենք Ստուպիշինին հետ իմաստով անգամ չենք քննարկում, բայց Ուրնովը կլասիկ ռուս դիվանագետ էր, մեր էներգետիկ ամենադաժան ճգնաժամի ժամանակ ուրեմն մեծ տենիս էր խաղում ենք այդպես եւ ես մի անգամ հարցրեցի, ասի դուք հիմա ինչ է նշանակում ձեր տենիս խաղալ էլի մեր վիճակը ու ձեր տենիսը, ասես գիտեք ես ուզում եմ հայ ժողովրդին սրանով ազդակ ներկայացնեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, հա, այսինքն դեսպանի առաքելությունը այդ թվում նաեւ դա է։ Եվ իհարկե պիտի հիշեմ Անատոլի Դրուկովին, որը հրաշալի դեսպան էր ռուսական, բոլոր հնարավոր լարվածությունները փորձում էր հաղթահարել, հարթել իր անձնական ներգրավմամբ։ Այսինքն տեսնում էր լարվածություն կա որևէ ոլորտում, գնում էր համապատասխան նախարարի մոտ, ուրեմն համապատասխան ազդակներ էր ուղարկում Ռուսաստան եւ հարթում էր բոլոր հնարավոր խնդիրները։ Ինչ ես չեմ կարող ասել ներկայիս դեսպանի մասին, ընդհանրապես պիտի ասեմ, որ այն որոշումները, որոնք Ռուսաստանում ընդունվում են եւ մեր կողմից գնահատվում են որպես ոչ հայանպաստ, իրենց հիմքում անպայման ունենում են դեսպանի կողմից ուրեմն ներկայացված գնահատականները իրավիճակի, հա, եւ խորհուրդները եւ առաջարկությունները։ Այդ իմաստով պիտի ասեմ, որ այս 6 տարին Կոպիրկինի այո, պիտի համարենք որպես ձախողված եւ միգուցե այս նշանակումը Կիրիենկոյի որպես պատասխանատու հայ-ռուսական հարաբերությունների ազդակ հանդիսանա նաև արտգործնախարարությանը Ռուսաստանի, որպես նաև դեսպանին փոխեն եւ փոխեն բոլոր նրանց, ովքեր զբաղվում են մինչև այժմ Հայաստանի հետ հարաբերություններով, որտեղ պիտի հիշեմ, որ դեսպանից բացի կար ասենք փոխնախարար Ռուդենկոն, բացարձակ անհաղորդ մի անձնավորություն։ Հիմա հայաստանյան խնդիրներով զբաղվում է փոխնախարար Գալուզինը, որը ճապոնագետ է, հասկանում եք, ասենք Ճապոնիայի մասնագետ։ Մենք ունեցել ենք Հայաստանում դեսպան Պավլովին, որը Մոնղոլիայի մասնագետ էր։ Դա անթույլատրելի է, հասկանում եք։ Այսինքն անլուրջ վերաբերմունք է եւ Հայաստանը պիտի ճանաչես, որպես այստեղ աշխատես որպես դեսպան եւ որպեսզի զբաղվես հայ-ռուսական հարաբերություններով։ Հիմա ինչ վերաբերում է Կիրիենկոյին, նա արդյունավետ կառավարիչ է, իհարկե այդ ձախողված փորձը որպես վարչապետ մի կողմ դրած, ինքը բավական արդյունավետ է աշխատում պրեզիդենտի ադմինիստրացիայում եւ պիտի ասեմ, որ ես ակամայից իմ նշանակումը որպես վարչապետ 98 թվականին մեծապես ուրեմն նպաստեց իր նշանակմանը որպես վարչապետ 98 թվականին, որովհետեւ դե ես այն ժամանակ տակավին երիտասարդ է 33 տարեկան էի, ինքը 35 էր, իմ նշանակումը ռուսաստանյան բոլոր պետական ալիքներով ուրեմն պտտացնում էին մի 15 անգամ, որ ցույց տան, որ համաշխարհային տենդենս է հիմա ջահելներին։ Այո, երիտասարդները գալիս են իշխան։ Ջահելներին ուրեմն պաշտոն են տալիս եւ դրանով իսկ ուրեմն նպաստեցի որոշակի ռուսաստանյան հասարակական կարծիքի ձևավորմանը եւ Կիրենկոն որ նշանակվեց, ես ինձ զանգարեցի, ասի ես փաստորեն պարտք ես ասի ինձ, որովհետեւ իմ իմիջը օգտագործելով քեզ վարչապետ դարձրեցին, բայց դրանից հետո առանձնապես կապեր չեմ ունեցել հետը, բավական էֆեկտիվ կառավարիչ է, պիտի ասեմ, որ բայց այստեղ առանձնահատկությունը հետեւյալն է, էլի, Կիրենկոն Պուտինի ադմինիստրացիայում զբաղվում է ներքաղաքական խնդիրներով, բավական ակտիվ եւ բավական էֆեկտիվ, ասեմ ձեզ, ներքաղաքական հարցերով, ոչ թե հաշվի առնելով, որ Ռուսաստանում ներքին քաղաքականությունը ինչ վիճակում է, իհարկե էֆեկտիվ, ոչ թե արտաքին քաղաքական, այսինքն հիմա այլևս Հայաստանով զբաղվելու է ներքին քաղաքականության բլոկը, հասկանում եք, սա իհարկե նոնսենս է, այսինքն ներքին քաղաքականության բլոկը զբաղվում է Հայաստանով,
Կարելի էր իհարկե ասենք հայելային պատասխան տալ, մեզ մոտով է զբաղվում ներքին քաղաքականությամբ, ասենք տարածքային կառավարման նախարար, ասենք ով է Խուդացյանը, չէ՞, ասենք Խուդացյանին կարելի էր նշանակել որպես հայելային պատասխան, ասենք հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատու, դա որպես հումոր եմ ասում, բայց սա այն ազդակն է, որ եւ Կոպիրկինը վերջին իր հարցազրույցում նույնպես դա նշեց, ասաց Հարավային Կովկասը դա մեր տարածքն է, մենք դրանից երբեք չենք հրաժարվել։ Դա իրենց տարածքն է, իրենք այդպես են համարում եւ նորից ես մեր ճակերտավոր վերլուծաբաններին եմ ուզում անդրադառնալ, որ ժամանակ կար, որ ասում են Ռուսաստանը գնում է այս տարածաշրջանից, Ռուսաստանը ուրեմն մեր տաղավարում շատ են հենց հետաքրքիր չէ դա բան եւ այլ, ես մշտապես ասել եմ, որ Ռուսաստանը որովհետեւ չի գնա, որտեղ Ռուսաստանը կայսրություն է, որը շատ մեծ դժվարությամբ, նա չեմ էլ հիշում նման իրավիճակ, երբ հրաժարվել է իր տարածքներից, չի հրաժարվել իր տարածքներից, Ալյասկան չհաշված, որ տվեցին ամերիկացիներին, դրանից հետո ես չեմ հիշում որևէ դրվագ, երբ Ռուսաստանը իր տարածքից կամովին հրաժարվի, իսկ Ռուսաստանը համարում է Հարավային Կովկասը ամբողջությամբ իր տարածքը, հիմա ինչքանով մենք կկարողանանք այստեղ, ասենք, գալ ընդհանուր հայտարարի եւ փորձել մեր ինքնիշխանությունը դրսևորել, ես չգիտեմ, չեմ կարող ասել, ամենայն դեպս սա լուրջ ազդակ է նաեւ, որ Ռուսաստանը Հայաստանով սկսելու է շատ ավելի լուրջ զբաղվել։ Այդ է ուզում քննարկենք, պարոն Դարբինյան, հաշվի առնելով ձեր փորձը հայ-ռուսական հարաբերություններում, արդյոք սա նշանակում է, որ Հայաստանը դարձել է Ռուսաստանի համար ավելի կարևոր, եւ արդյոք սա նշանակում է, որ նախորդ պաշտոնյանով զբաղվում էր Հայաստանով ձախողել է։ Իհարկե ձախողել է, բոլոր նրանք ովքեր մեր տեսանկյունից չէ, ռուսական տեսանկյունից։ Ռուսական տեսանկյունից Կիրենկովից առաջ դրանով զբաղվում էր ադմինիստրացիայում Կոզակը, որը բացարձակ անարդյունավետ, այսինքն զրո արդյունավետություն։ Կոզակ Մասլով, այդտեղ արտաքին ուրեմն հարաբերությունների դեպարտամենտ կա, այնտեղ պրեզիդենտի ադմինիստրացիայում իմ կարծիքով ձախողել են նրանք Հայաստանի հետ հարաբերությունները, որտեղ եթե դրանք սլանում են դեպի ներքև, ուրեմն ձախողված է։ Հիմա մենակ մենք չենք ձախողել, իրենք էլ են ձախողել։ Հիմա երևի ընդունել են, որ ձախողում են մեկ, երկրորդ ես կարծում եմ դա պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանում առաջիկայում տեղի են ունենալու ընտրություններ եւ պիտի ասեմ, որ Կիրենկոն Մոլդովայում վերջերս ցուցաբերեց ֆանտաստիկ ակտիվություն եւ ֆանտաստիկ ուրեմն էֆեկտիվություն, համարյա ձախողեց Մոլդովայի եվրոպական ընթացքը, համարյա ձախողեց, կարելի ասել ձախողեց ուղղակի, որովհետեւ այնտեղ կիսվեցին ձայները, պրոռուսական տեխնացու կար եւ շատ մեծ դժվարությամբ պրոեվրոպական տեխնացուն հաղթեց, որը չի կարելի համարել հաղթանակ եւ չի կարելի համարել, որ Մոլդովան այլևս եվրոպական երկիր է։ Ոչ, որտեղ այնտեղ 49 ու եթե չեմ սխալվում 9% պրոռուսական ձայներ էին, հա։ Ես կարծում եմ, որ մեր առաջիկա ընտրություններին ուրեմն Ռուսաստանը եւս կնախապատրաստվի հենց նույն սցենարով, անպայման ունենալու են ռուսական ազդեցության քաղաքական գործոն Հայաստանում եւ փորձելու են այդ գործոնը հնարավորին չափ ակտիվացնել, ուժեղացնել եւ ունենալ իրենց ձայները մեր ապագա երկրի կառավարման ամբողջ այդ process-ում։ Սա է նշանակում ուղղակիորեն տեսնենք ինչ կստացվի, այսինքն շատ բան կախված է նաև մեր գործողություններից, հայաստանյան պետության գործողություններից եւ հասարակության գործողություններից։ Նորից եմ կրկնում, միայն Կիրենկոյով այստեղ որևէ բան չի ստացվի, ամբողջ համակարգը պիտի փոխվի այստեղ։ Դեսպան պիտի փոխեն, երևի թե արտգործնախարարի տեղակալ պիտի փոխվի, որը որ զբաղվում է, մարդիկ պիտի լինեն, որոնք հասկանում են Հայաստանը, հասկանում են ռեգիոնն են հասկանում, ես աշխատել եմ, ասենք Պրիմակովի հետ, Իգոր Իվանովի հետ, որոնք բացարձակ տիրապետում էին, Իվանովը ընդհանրապես կիսավերացի էր, Պրիմակովն էլ Թիֆլիսի ծնունդ, եթե ես չեմ սխալվում։ Հա, հիմա Լավրովն էլ է Թիֆլիսի ծնունդ, բայց մոռանում է, այսինքն գերադասում է մոռանալ։ Այդ իր խնդիրն է, մերը չի։ Ամենայն դեպս մեր խնդիրն է արդյունավետ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, առավել եւս նրանց ուրեմն գրեթե անթակույց հավակնությունների պարագայում։ Մենք պետք է հասկանանք ինչպես ենք համագործակցելու եւ գոյատևելու միասին այս տարածքում։ Հաջորդը, որը ինձ մտահոգեց, ուրեմն դա Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանն էր, որտեղ
սովորում են մոտ 300-ին մոտ հայ ուսանողներ, որոնք նախաձեռնել էին, հիշում եք մի ֆիլմ նկարահանվեց 11-ամյա արցախցու մասին, որը իր մեքենայով ղեկի վրա նստած իր ընտանիքը կարողացավ էվակուացնել Լեռնային Ղարաբաղից, այդ տղայի մասին ֆիլմը ներկայացված էր ապրիլի 24-ին, որպեսզի Բերկլիի համալսարանում ցուցադրվեր։ Համալսարանի ադմինիստրացիան չեղարկեց, շատ կոշտ ձևով չեղարկեց, ուրեմն եւ բացի դրանից նաեւ ստիպեց հայ ուսանողներին, որոնք ուրեմն Բաքում, համալսարանի Բաքում տեղադրել էին մեր, ասենք, այդ գենոցիդի հուշահամալիրի նմանակը ներկայացնող մի մեմորիալական, այսպես ասած, մի մոդել, ստիպողաբար Բերկլիի համալսարանը ստիպեց հայ ուսանողներին այդ մոդելը եւս հավաքել ի պատասխան Ադրբեջանի, ուրեմն այդ կոնսուլատի, խոսքը գնում է Կալիֆոռնիայի մասին, շատ ներողություն, Ադրբեջանի կոնսուլատը, ոնց է կոչվում այդ հյուպատոսարանը Կալիֆոռնիայում կարողացավ չեղարկել Բերկլիի համալսարանում, հայկական միջոցառում Կալիֆոռնիայում, Սա նշանակում է, որ մեր հյուպատոսարանը բացարձակ անգործության է մատնված այնտեղ։ Արմեն Բայբուրցյանն էր մեր լավ բարեկամներից մեկը, նրանց հետո ես չգիտեմ ով է այնտեղ հյուպատոսը, բայց եթե մենք Լոս Անջելեսում կորցնում ենք մեր ազդեցությունը, Կալիֆոռնիան բացարձակ հայկական եւ հայանպաստ եղել միշտ։ Բերկլիի համալսարանը բացարձակ հայկական եւ հայանպաստ եղել միշտ։ Եթե մենք հիմա կորցնում ենք այնտեղ մեր ազդեցությունը, սա նույնպես լուրջ ազդակ է, որտեղ է դեսպանությունը մեր, որտեղ է ընդհանրապես մեր ամերիկյան պատասխանատունները, որտեղ են, եթե մենք այնտեղ զիջելու ենք Ադրբեջանին, հասկանում եք, ըստ որում ինչ էր ֆիլմի ցուցադրությունը, ինչ էր, այսինքն մենք փաստերը ներկայացնելու անգամ խնդիր ունենք Միացյալ Նահանգներում։ Ես հասկանում եմ, որ Բերկլիի համալսարանը նաև վախեցած է Թրամփի վերջին այդ ուրեմն միջոցառումներից, Հարվարդի համալսարանի նկատմամբ, Կոլումբիայի համալսարանի նկատմամբ իր գրողներից վախեցած են, այսպես ասած, բայց եթե այդ վախի արդյունքում տուժելու են պաղեստինցիներն ու հայերը, ես ուրեմն այն էլ Կալիֆոռնիայում նորից եմ կրկնում, որտեղ հայերը եւ հայկական գործոնը միշտ եղել են որոշիչ։ Ես ուղղակի տարակուսում եմ, ես անգամ ոչ թե ցավ, ես զայրույթ եմ ապրում այս ամեն ինչի կապակցությամբ եւ կարծում եմ, որ մենք համայնքում էլ երևի ասելիք պիտի ունենան, էլի ամեն դեպքում։ Եվ համայնքին եմ ուղղում իմ ասելիքը, որովհետեւ այդպես չի կարելի, այսինքն մենք պիտի հասնենք նրան, որ այդ ֆիլմը պիտի ցուցադրվի, այդ համալիրն էլ պիտի այնտեղ դրվի։ Դա դրված էր։ Հասկանում եք, ստիպողաբար ստիպել են քանդել։ Հաջորդը, քանի որ խոսեցինք Տրամփի մասին, Տրամփը ամփոփեց իր 100 օրերը որպես նախագահ, կան իհարկե ձեռքբերումներ, կան ձախողումներ, ձեռքբերումներից երևի ամենը որ ինքն է ներկայացնում, բայց իմ գնահատականով նաև ամերիկյան տնտեսության աշխուժացումն եմ ես դիտարկում որպես ձեռքբերում, որովհետև բազմաթիվ արտադրություններ հիմա փակվում են ուրեմն աշխարհի արևելյան մասում եւ տեղափոխվում են դեպի Միացյալ Նահանգներ, որովհետեւ ինքը տալիս է լավագույն հնարավորությունները դրա համար։ Սա մեկ, երկրորդը դե Տրամփը համարում է, որ փակում է սահմանները ամենափակն են եւ հանցագործների ներմուծում այլևս թույլ չի տալու Միացյալ Նահանգներ, նա դա համարում է այդպես, նավթի արդյունահանման ծավալներն են խիստ ավելացել, ինքը դա համարում է եւ ես էլ եմ համարում անկեղծ ասած մեծ նվաճում եւ բենզինի գներն են իջել։ Իրեն ասում են, չէ, որ գները բարձրացել են ընդհանուր սպառման առարկաների նկատմամբ, դե որոնք որ ներմուծում էին հիմնականում Չինաստանից, հիմա այդ ներմուծումը կամ դադարել է կամ խիստ նվազել է, գները բարձրացել են։ Դե ինքը ասում է հիմա չինական ապրանքի գինը չի կարևորը, կարևորը բենզինի գինն է ազգաբնակչության եւ ընդհանուր տնտեսության համար եւ ես այդտեղ համաձայն եմ Տրամփի հետ։ Դա չինական խաղալիք դու կարող ես մի հատ ունենաս ոչ թե 10 հատ, բայց դրա դիմաց դու ունես բենզինի գնի նվազում եւ այս չինական արտադրանքը դու փորձիր արդեն դու տեղում արտադրես Միացյալ Նահանգներում եւ դրանով իսկ զբաղեցնես քո աշխատուժը։ Ինչ վերաբերում է ձախողումներին, ես որպես ձախողում կհամարեի Կանադայի կորուստը։ Կանադան անիմաստ էլի մեծ հաշվով, այսինքն շուտ ագրեսիվ հարձակվեց Կանադայի վրա։ Կանադայի կորուստը, որտեղ Կանադայում հաղթեցին լիբերալները դրանից հետո։ Եվ Կանադան հիմա լրիվ հակաամերիկյան կեցվածք է ընդունել, ըստ որում ոչ միայն կառավարությունը, բնակչությունը, ժողովուրդը։ Կանադայի կորուստը ամենալուրջ կորուստն է իմ կարծիքով։ Երկրորդ, ես կհամարեի ձախողումներից ինստիտուցիոնալ նրա
ձախողումները, նա փաստորեն ջախջախում է հիմա փորձում է ջախջախել համալսարանական համակարգը, որը հիմնակարներից է ամերիկյան ուրեմն ընդհանրապես հասարակության, իմ կարծիքով դա չի հաջողվի իրեն, բայց ամենայն դեպս փորձում է եւ վերջերս նաեւ հանդգնում է ինքը հարձակվել նաեւ կենտրոնական բանկի վրա, Միացյալ Նահանգների Federal Reserve System-ի վրա, ինչը վտանգավոր է, որտեղ համարում է, որ տոկոսները բարձր են, ասում տոկոսները պետք է իջացնեն, այսինքն նա արդեն ազդում է դրամական քաղաքականության վրա է փորձում ազդել, որի իրավունքը չունի ըստ օրենքի, այսինքն համակարգային համակարգական որոշակի գործողությունները իմ կարծիքով լավ բանի չեն բերի, ընդհանրապես լիբերալ Միացյալ Նահանգները այո դադարել է լինել լիբերալ առաջնորդ աշխարհի հետ նույնպես ես կհամարեի թույլ կողմը Թրամփի հաջորդը Նետանյախուի ելույթի վրա ուշադրություն կդարձնեի հետաքրքիր կոնֆերանս էր Իսրայելում այդ ելույթի մի քանի հատվածները ուրեմն նախ ասացի որ Համասը ինքը համեմատեց շատ ավելի վատթարագույն նացիզմի հետ երկրորդը որոշ գաղտնիքներ բացահայտեց իր եւ նախագահ Բայդենի բանակցություններից Համասի հետ այդ պատերազմական շրջանում բացահայտեց որ շատ դեպքերում ինքը տեղյակ չէր պահում Բայդենին իր հնարավոր գործողությունների մասին որտեղ Բայդենը դեմ էր դրան այդ թվում նաեւ սաստում էր որ ուրեմն ռազմամթերքի մատակարարումը կկանգնեցնի շատ տպավորեց ինձ Նետանյախուի պատասխան ասել էր եթե կանգնեցնեք մենք եղունգներով կկռվենք եղունգներով հա շատ կարևոր իմ կարծիքով դա եւ Նետանյախուն ասաց որ արաբական աշխարհի հետ կարծես խնդիրները լուծել է հիմա Համասը կոչնչացնեն արաբական 6 երկրի հետ արդեն ունեն նրանք ուրեմն խաղաղության պայմանագրեր եւ ուրեմն հարաբերությունների զարգացման բոլոր հնարավորությունները հիմնական խնդիրը եւ թիրախը հիմա Իրանն է հիմնական թշնամին Իրանն է արաբական աշխարհը դադարել է լինել թշնամի արևս որտեղ նրանք հաղթահարել են նրանք ջախջախել են բոլոր այն հիմա հուսիտների հետ են գնում պայքարում Միացյալ Նահանգների հետ միասին բայց Իրանի նկատմամբ շատ կոշտ էր դիրքորոշումը ուրեմն պիտի ոչնչացնեն իր հայտարարությամբ Միացյալ Նահանգների օգնությամբ պիտի ոչնչացնեն բոլոր հնարավորությունները Իրանի համար ուրեմն ուրանի հարստացման այս պահի դրությամբ հիշեցնեմ որ մոտ 60% հարստացված 350 մոտ կիլոգրամ ուրան կա Իրանում եւ սա արդեն անհանգստացնում է բոլորին այդ Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին առաջին հերթին որովհետեւ դե 60%-անոց ուրանից մինչեւ 90%-անոց ուրան հասնելը այդքան դժվար բան չի նրանք ի վիճակի են հասնելու բայց շատ կտրուկ դիրքորոշում կա եւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նրանք ոչնչացնելու են ցենտրիֆուգաները ուղղակի ջախջախելու են թույլ չեն տալու որ Իրանը հարստացնի ուրանը ամենայն դեպս սա համաշխարհային քաղաքականության երևի թե հիմա համար 1 կետն է այսօր եւ որովհետեւ մեզ նույնպես վերաբերում է որտեղ խոսքը գնում է Իրանի մասին եւ Իրանի նկատմամբ հնարավոր գործողությունների մասին եթե չկան համաձայնության Իրանի միջուկային ծրագրի շուրջ Եվ երևի թե Իսրայելի հետ կապված տեսեք հարաբերություններում Սլովենիայի օրինակը ես ուզում եմ բերել մեր կառավարիչներին Սլովենիան մոտ 1 տարի առաջ ճանաչեց Պաղեստինը մենք էլ ճանաչեցինք կես տարի առաջ հա բայց ինչ արեց Սլովենիան մի ձեռքով ճանաչեց մյուս ձեռքով խորհրդարանական համապատասխան հանձնաժողով եւ նախագահ նշանակեց Սլովենա-իսրայելական հարաբերությունների զարգացման ուղղված, այսինքն նրանք ընդունում են այսօր, որ Պաղեստինը ճանաչելը սխրանք չէ, սխրանք է եւ շնորհք Իսրայելի հետ հարաբերություններ ունենալը, որը ցավոք սրտի հաջողվում է Ալիևին։ Երևի այսքանը ավարտեմ երևի բանով, ինչպես միշտ հումորային ինչ-որ մի բանով, ուրեմն մայիսի 1-ից սկսած երթևեկության կանոններ են փոխվել երկրում, հիմա արգելվում է արդեն ղեկի վրա ծխել և հեռախոսով խոսել, ես հիշեցի, որ 98 թվականի, երբ դեռ ինտերնետ չկար, բայց նոր բջջային հեռախոսները մտել էին ուրեմն օրակարգ,
Ես պաշտոնական այցով գտնվում եմ Լիբանանում, ինձ դիմավորեց Լիբանանի վարչապետ բանը Հարիրին, Ռաֆիկ Հարիրին, որը շատ էր սիրում, ինքն էր ղեկին նստում էլի միշտ ու բան էլ չկար առանձնապես տիկնապաներ, բաներ էլ չկան, ինքը իր Mercedes-ով եկավ դիմավորեց եւ Բեյրութի ճանապարհներով գնում ենք, ինքը տեսավ մի ուրեմն ավտոմոբիլիստի, որը մեքենայի ղեկի վրա հեռախոսով խոսում էր եւ սիգար էր ծխում։ Ցույց տվեց, ասաց, այս սա իմ երկրի հիմքն է։ Ասի որը, ասաց այս մարդ, ասի բայց ինչու։ Ասաց ոնց։ Նա բենզինը ծախսում է մեքենայի վրա, արդեն հարկերն եկան։ Նա հեռախոսով խոսում է, ինչքան շատ խոսի, այնքան շատ հարկ է գալու։ Ինքը ծխում է, ասում, որտեվ այդ աքսիզային ապրանք է։ Այսինքն սա բյուջեն է հարստացնում։ Ես շատ ուրախ եմ ասա վրա։ Այսինքն մեկ մի որոշում կայացնում ենք, հասկանանք, որ դա նաև որոշ չափով խփելու է բյուջեին, էլի։ Ես հիշեցի ուղղակի Ռաֆիկ Հարիրի հետ այդ դեպքը։ Սիրելի ռադիո լսողներ, Դարփինյանի ժամն եք դուք լսում, Դավիթ Խումարյանն էր երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, շարունակեք լսել Գործարար ալիքը։